Ողջույն Civilnet podcast-ում խոսելու ենք կենդանիների պաշտպանության օրենքի եւ պրակտիկայի մասին։ Տաղավարում մեր հյուրն է Անի Դավուդին, Հայաստանում կենդանիների առաջին շարժական կլինիկայի ծրագրերի ղեկավար։ Բարև ձեզ, Անի, շնորհակալություն, որ եկաք։ Մի համառոտ, այսպես հետադարձ հայացք նետենք օրենքին, կենդանիների պաշտպանությունը ինչ օրենքներով է կարգավորվել։ Գիտենք, որ 2000 թվականին կարծեմ կենդանական աշխարհի մասին օրենքներ, որը ավելի շատ կենտրոնացած էր վայրի կենդանիների վրա, եւ հետո 2019-ին կենդանիներին վնաս հասցնելը դարձավ քրեորեն պատժելի արարք, մինչ այդ վարչական տույժերի ընդհանրում 2026-ին ընդունվեց օրենքը, որ ավելի ճիշտ ասեմ, մարտի 25-ին ընդունվեց օրենքը, եղան որոշակի փոփոխություններ հասարակական կազմակերպությունների խորհրդով միջամտությամբ, բայց օրենքը ենթադրում եմ, որ այսօր էլ չի բավարար չեք համարում դուք, բայց ամենապարզ հարցից եմ ուզում սկսենք, հետո դրան կվերադառնանք։ Ինչ անի քաղաքացին, երբ փողոցում տեսնում է օգնության կարիք ունեցող թափառական կենդանու։ Խոսում ենք Երևան քաղաքի մասին, թե Չէ, եկեք երկուսն էլ խոսենք։ Եվ ասենք ռայոնների, ռայոններում ցավոք կարելի ասել ոչ մի բան։ Այսինքն, տեսեք, մենք արդեն տարիներ, ես երևի արդեն մոտավոր կարելի ասել 10 տարի է, որ այս հարցերով զբաղվում եմ։ Եթե տեսնում ենք ինչ-որ կենդանի, որը հիվանդ է, որը կարիք է, որ բուժվի, մենք մեր ֆինանսներով ենք հիմնականում հարցը լուծում, այսինքն դուք ձեր հասարակական կազմակերպությամբ։ Չէ, ես որպես օրինակ անհատ։ Ես որպես անհատ, օրինակ որպես անհատ ուր եք տանում, ուր տանի քաղաքացին թեկուզ իր միջոցներով։ Օրինակ, եթե կենդանին այն վիճակում են, որ չես կարող օրինակ դու քո ավտոմեքենով տեղաշարժես կենդանուն, զանգում ես կան այդպիսի վարորդներ, ովքեր գալիս են, որի համար դե բնականաբար մուծում ես, տանում են ինչ-որ կլինիկա, եւ կլինիկաները սովորաբար, որ իմանում են, որ իրանք դերսի կենդանի են, իրենք ավելի զեղչով են աշխատում, այսինքն ես ինքս անգամներ տարել եմ կենդանիներ, զեղչ են անում ու այդ գումարը վերջը դու պիտի փակես կամ կենդանին վերականգնում է, լավանում է, հետ է ստանում տարածք, կամ օրինակ դեպքեր ա եղել, հենց օրինակ իմ համար պատահել, որ այնքան հիվանդ ա եղել շունը, որ ես չեմ կարողացել, պարտավոր եմ եղել օրավարձով կամ օրինակ ամսական վճարել եմ ու պահել են շանը այդպիսի։ Կլինիկան ենթադրում է նաև կացարան։ Այսինքն ինքը մնում է այնտեղ։ Միայն ստերջացում եւ պատվաստում չի։ Մնալու տեղ է ապահովում։ Կլինիկան, չէ, կլինիկան օրինակ այդ բանը, որտեղ որ կարող են անասնաբուժը տեսնի ինչ խնդիր է, ստացիոնար կարող են պահեն մի օր, երկու օր, երեք օր, ինչքան որ պետք է, հետո արդեն դրանից հետո դուք պիտի տեսնեք, որ ինչ եք ուզում անեք այդ կենդանու հետ, որովհետև ցավոք չկա։ Իսկ հասարակական կազմակերպությունները կացարան տրամադրում են։ Կացարանները, որ ես ձեզ ասեմ, այնքան լիքն են, որ կացարան գտնելը ցավոք իրոք դժվար բան է։ Բայց դա անհատական նախաձեռնությամբ է արվում այդ կացարանները։ ՀԿ-ները, այո, ՀԿ-ները հիմնականում այո անհատներն են, ովքեր որ ունեն օրինակ Դինգոն ունի արդեն 200-ից ավելի 220 շուն, եթե չեմ սխալվում, ու արդեն չկա տեղ, չկա տարածք, որ էլի շուն տանես եւ ավելացնես։ Լավ, Երևան մարզերում թափառող կենդանիների շների հարցը տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության ոլորտում է, իսկ Երևանում դե քաղաքապետարանն է դրանով զբաղվում, կա, այսինքն ՀՈԱԿ-ը քաղաքապետարանինքից համայնքային բյուջեով անում է պատվաստում, ստերջացում եւ վերադարձնում կենդանուն փողոց։ Եվ այո, այսինքն կարգը սենց պիտի լինի միջազգային պրոտոկոլներով շանը բռնել, ստերջացնել, վակցինացնել եւ հետ տանել տարածք։ Բայց ցավոք մենք սա ես ուզում եմ հավատալ, որ այս ամեն ինչը խնդրի լուծում է, բայց փաստը մնում է փաստ, որ մենք ունենք շատ մեծ խնդիրներ դեռ եւ անգամ Երևան տարածքում շները չեն վերադարձվում այնտեղ, որ օրինակ վերցրել են շնից։ Օրինակ դու կարող եք շատ հաճախ տեսնել, օրինակ Կոմիտասի շունը կարող է օրինակ Բանգլադեշում հայտնվի, Բանգլադեշի շունը կարող է Մասիվում հայտնվի։ Ճիշտ տեղ չեն վերադարձնում։ Այս ծրագրի ամբողջ կարևորությունը դա է, որ եթե այսինքն շանը դուք հետ չեք տանում տարածք, ուրիշ շուն է կարող մտնել տարածք ու խնդիրը շարունակվի։ Քաղաքապետարանը կամ ՀՈԱԿ-ը բացի պատվաստումից եւ ստերջացումից
ինչ ունի առաջարկելու հիվանդ, եթե շունը հիվանդ է եւ համատեղելի է կյանքի, եթե հասկանալի, եթե համատեղելի չէ եւ վտանգավոր է մարդկանց համար, քնեցնում են։ Հիվանդության մասին է խոսքը։ Քաղաքապետարանին հարցում էինք ուղարկել, մեկ օրինակ Facebook-ով նայում էի մարդկանց բողոքները, մեկ ասում է թե կույրը շունը կույր է, ինչ ենք անելու։ Քաղաքապետարանը ասում է, որ դա այնքան եզակի խնդիր է, 1, 2, 3 դեպք, որ դրա համար առանձին ոչ օրենք կա, ոչ սովորության ուժով է ինչ-որ բան արվում։ Ցավոք շատ դեպքեր են լինում, որը շանը վերցնում տանում են ու շանը հետ չեն բերում, օրինակ կան շներ, ովքեր ունեն կամ ես կույր չգիտեմ, բայց օրինակ կան շներ, ովքեր օրինակ չեն կարողանում նորմալ քայլեն, ունեն թաթերի հետ կապված խնդիր եւ այլ հիվանդություն է, որը իսկականից մարդիկ են իրանց համար հոգ տանում։ Այսինքն փաստացի պատասխանատվություն չունի քաղաքապետարանը այս թափառող կենթանիների հարցում։ Չէ, բայց հարցում։ օրինական հիվանդություններ, որ օրինակ լեշմանիոզ կամ օրինակ չումա կամ կատաղություն, սրանք են դեպքերն են, որ եթե ունեն այդ հիվանդությունները, հողը քնացնում են։ Քնացնում։ Այսինքն կյանքի հետ Լավ, համատեղելի չէ։ իսկ կյանքի հետ համատեղելի են, մարդկանց համար վնաս չէ, բայց կենթանին վատ է, ակնհայտ։ Հողը հիմա այն կառույցն է, որը աշխատում է հարկատուների, այսպես ասած, համայնքային բյուջեից։ Ինք մոտավորապես տարեկան 200 միլիոն դրամ ստանում է այդ ամեն ինչի համար, բայց ես որպես քաղաքացի ես չեմ իմանում ինչա տեղի ունենում։ Բայց հաշվետվություն տալիս են։ Դա հաշվետվությունը գիտեք ինչպես, այսինքն դու կարող եք կայքով տեսնել ու շատ լավ են գրում այդ ամեն ինչը, որ օրինակ 200 շուն, օրինակ եմ ասում, ստերջացվել են եւ օրինակ այդ օրինակ բռնել են 200 շուն, 250-ը ստերջացվել են, 50-ը քնացրել են, 20-ը լեշմանիա էր, 30-ը կատաղություն, օրինակ եմ ասում, չէ՞, դուք տեսնում եք այդ ամեն ինչը կա, բայց ուր են փաստերը։ Ես չգիտեմ թե արդյոք ինչ վերահսկող մարմին եք պատկերացնում այստեղ եւ կա հիմք հողի աշխատանքի արդյունավետությանը կասկածելու, թե պարզապես տեսեք դեպքերը շատ են քաղաքացիների կողմից ու ես հիմա ես չեմ ուզում այս ամեն ինչ ասեմ, որ սա հողի մեղքով է, ուղղակի տեսեք մեխանիզմը պիտի աշխատող մեխանիզմ լինի, այսինքն կառույցը շատ լավ բան է ուզում անել, ծառայում է, ուզում է օրինակ շներին օգնած լինել, ստերջացնել, որ չբազմանան եւ այլն, բայց եթե չկա մեխանիզմ, որտեղ որ դու կարող ես վերահսկես, թե ինչ է իրականում տեղի ունենում, մենք չենք կարող ասել, թե իրոք հողը էֆեկտիվ է աշխատում, թե ոչ, որովհետեւ իրենք ասում են, ինչ թափանցիկություն, հաշվետվությունը դրված է, հա, բայց հաշվետվությունը ամեն ինչ կարող են գրեն։ Ես չեմ ասում իրանք այդպես են անում։ Բայց հիմք ունեք կասկածելու։ Այդ շները բոլորը մի մեքենայում են եւ շատ մոտ են իրար եւ ասենք եթե ունի մի հատ չումա հիվանդություն կարող են նաեւ բոլոր վարակվեն ես չեմ իմանում օրինակ այդ ախտահանումը ինչպես է կատարվում անում են արդյոք թե ոչ այսինքն երբ բերում են շներին դնում են անում են այդ ախտահանելը քաղաքացիները ինչ են ասում ուզում եմ հասկանալ կասկածի հիմքը էլի ինչից են բողոքում քաղաքացիները շներ որ հետ են գալի չումով ու շատ շները գնում ու կորում են այսինքն օրինակ ասում են Բանգլադեշի շունը չի հետ դարձվում օրինակ Բանգլադեշ 5-րդ փողոց, բայց կարգը դա է։ Այսինքն բռնել, ստերջացնել դա պիտի լինի ու երբ որ դու դա չես պահպանում, այդ 5-րդ փողոցից որ վերցրես շանում է ուրիշ շուն է գալու այդտեղ ու կարգը խառնվում է։ Այսինքն էֆեկտիվ չի աշխատում դա։ Կան կացարաններ, պետական սուբսիդավորում չկա, որովհետև ֆինանսական աջակցություն կացարաններին քաղաքապետարանից չկա։ Ոչ։ Բայց կան ստանդարտներ, որոնց պիտի համապատասխանեն կացարանները, եթե չեմ սխալվում, հենց քաղաքապետարանի սահմանած ստանդարտներն են։ Դրանք իրագործելի, հասանելի ստանդարտներ են։ Տեսեք, օրինակ խնդիրներից մեկը, որ հենց էսա, որտեղ հիմա այս բոլոր կացարանները, որ աշխատում են, ժողովրդի բարի կամքի եւ աջակցությունների շնորհիվ է, որ կան այս կացարանները։ Հիմա օրինակ այս նոր օրենքում, եթե չեմ սխալվում, կացարաններին վճար է հասնում տարեկան 50,000 դրամ ու եթե չեմ սխալվում 50 էր ու իմ համար հարց է որ ինչի համար այդ 50,000-ը ինչի համար պետք է կացարանները վճարեն որովհետև ինչով է պետությունը հիմա օգնում այդ կացարաններին որը աշխատում են առավոտ գիշեր եւ անում են ինչ կարողանում են հնարավոր եւ անհնարինը որ կարողանան կենթաների կյանքը բարելավեն պատկերացրեք ինչ որ տարածք օրինակ 250 շուն է սպահում
Այդ հեշտ բան չի, հիմա մենք ասում ենք 250, բայց որ դուք մտնեք կացարանի տարածք ու ամեն շուն ունի ինքը իր բնավորությունն է, իր խնդիրը ու հիմնականում կացարան եկած շունները այն շներն են, ովքեր ունեցել են խնդիրներ առողջական։ Կամ մեքենայի տակ են եկել, կամ ինչ-որ ուզեցել են կացնահարեն, ահա որ դեպքեր, որ լսեք ու գնաք կացարանը մի 10 շան դեպք ձեզ պատմեմ, կմնաք զարմացած, որ ինչա տեղի ունենում։ Դրա մասին էլ խոսենք, ինչպես հիշեցինք 2019-ին քրեականացվեց, բայց իրավական ընթացքին հետևում եք, որ գործերից քանիսն են հարուցված, հասնում դատարան, ինչ ճակատագիր են ունեցնում ու ինչ որ հանգուցալուծում է այդ իրավական։ Ես հիմա որտեվ էս պիտի հարցում անենք, որ իմանանք քանի հատ կոնկրետ գործ ա եղել, բայց ես կարող եմ ասեմ երևի այսքան տարի որ մենք պայքարել ենք ու դատարանից դատարան գնացել ենք, երևի կարող եմ ասեմ 3 թե 4 հատ դեպք ենք ունեցել, որը հաջողվել է, 3 հատը ուղղակի վարչական տուժ եւ մեկը մենակ մեկ դեպք ենք ունեցել, որ դա բանն էր, Ավշար գյուղում կատվին տանջամահ անելուց ու այդ քաղաքացին չէր ալարը եւ այդ վիդեոն գցել էր համացանց, որ ինչպես են կատվի ձակին տանջամահ անում, որովհետեւ կատվի ձակը ուզեցել է այդտեղ հավ ա եղել, ինչ ա եղել, ուզեցել է հավ ուտի կամ ինչ ու այդ համացանցում ա եղել, այսինքն ուզում ասեմ այդ դեպքն ա եղել, որ մենք տեսել ենք, իմացել ենք, դատարան հասել է քրեական գործը։ Դատարան ենք հասել եւ բան հիմա պայմանական Մենակ այդ դեպքն ա, որ հասել ենք այդ պայմանականը, բայց մնացած դեպքեր ուղղակի վարչական տուժ ա եղել, որ Աբովյան փողոցում, Աբովյան քաղաքում կներեք, եթե չեմ սխալվում։ Կոնկրետ ինչ արարքի համար է վարչական տուժը եղել։ Այսինքն այնպեսի մի բան եղել, որը ձեր կարծիքով քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեր անողը, բայց եղել է վարչական տուժ, այսինքն։ Օրինակ էս վերջի դեպքերից, որ 2025-ին տեղի ունեցավ Աբովյան փողոցում էր, որ շանը փակել էին մեքենայից ու քաշ էին տվել։ Վարչական տուժով 900,000, բայց այդ 900,000-ը մի քիչ դժվար է ընդունել։ Բացի դրանից ճիշտ եմ հասկանում, չէ՞ որ չկա այդպես դատաբժշկական փորձաքննություն բարձելու համար սպանվել է թե։ Խնդիրներից մեկը դա է, որովհետև տեսեք օրինակ 307 հոդվածը սահմանում է, որ այո, քրեական է, բայց մինչև էլի հետ են գալի նույն խնդրին, այսինքն մեխանիզմը չկա աշխատելու, բայց երբ որ չկա այդ ամեն ինչը մեխանիզմը, ուղղակի մնում է շատ լավ օրենք գրած թղթի վրա, բայց կիրառելը շատ դժվար է լինում։ Բայց մինչև պրակտիկային անցնելը օրենքում էլ դեռ կան բաներ, որոնց հետ համաձայն չեք, ճիշտ է։ Այո, օրինակ տեսեք, հարցերից մեկը, որ մենք քանի անգամ խոսել ենք ու ասել ենք, որ պիտի անպայման լինի օրենքում, բուծողների հարցն է։ Բուծողները կարող են առանց իրենք բան դաշտել չեն մտնում հարկային դաշտ, այսինքն այդ փաստացի բիզնես են անում, իրանք բուծում են, վաճառում են, օգուտ են ստանում ու չեն հարկ վճարում, այսինքն այդ բուծողները որպես լիցենզավորված բուծող, այդ էլ օրինակ չկա։ Բրիջիտ Բարդոյի ֆոնդը Հայաստանում անում էր ստերջացումներ։ Արմավիրը եւ Էջմիածինը ասացին մենք չենք ուզում, որ դուք գաք։ Այսինքն այդ մարդիկ ուղղակի իրանք պիտի տարածք տային, տարածք հատկացնեին ու ասեին այսինքն համայնքի ժողովրդին, որ ժողովուրդ բերեք ձեր շներին, եթե անգամ ունեք օրինակ տանը պահվող շներ, որ դուք չեք ստերջացել, բերեք մենք դա անում ենք ձեր համար անվճար եւ նաեւ ասենք դրսում ապրող արդեն շները ու օրինակ Արմավիր համայնքը դա չարեց, Էջմիածինը դա չարեց։ Բայց օրինակ մենք հիմա արդեն մի քանի ժամանակավոր աշխատել ենք Ստեփանավան համայնքապետարանի հետ ու իրանք շատ իրոք այս մարդիկ արել են ինչը որ կարողացել են եւ ամեն ինչով մեծ աջակցել են, որ մենք գնանք ամսի 31-ին մենք արդեն Ստեփանավան սկսելու ենք ստերջացումը, մինչեւ ստերջացում, պատվաստում եւ հետ ենք տանելու դնելու ենք շանը այնտեղից որ վերցրել ենք եւ իսկ այլ օգնություն բժշկական
Եթե այլ օգնություն, եթե օրինակ տեսնենք ինչ որ բան կա, անպայման մենք չենք կարող մեր աչքը փակենք ու ասենք չէ կներեք մենք մենակ ստերջացում պատվաստում ենք, չէ իհարկե կանենք ինչ որ վերադառնանք սկզբին մի բան, այսինքն ստացվում է, որ վերցնենք Երևանի օրինակը, փաստորեն կենթանին, որի հիվանդությունը կյանքի հետ համատեղելի է, բայց կարծես թե բարդացնում է այդ կյանքը, քաղաքապետարանը ոչ պատասխանատվություն չունի այդ կենթանու օրինակ ասենք եթե այսինքն քնեցնելու կարիք չկա, բայց կենթանի խնդիր ունի, որը պետք է լուծվի։ Դե տեսեք հիմա խոսակցություն կա, որ ուզում են կացարաններ բացեն, չէ, 300 շան համար, բայց ես ասում եմ 300 շունն էլ այդքան երևի այդ նպատակով են ուզում անեն այդ 300 շունը, որ ուզում են կացարան բացեն, երևի այդ ավելի հիվանդ այն շները, որ չեն կարող բայց այս պահին այդ անասնաբուժական օգնությունը չի մատուցվում, ճիշտ եմ հասկանում։ Իմ իմանալով չէ։ Իմ իմանալով չէ։ Ես չգիտեմ, որտեվ ասում եմ օրինակ հողակի հետ ես չգիտեմ, որովհետև այդ բարձրությունը որ պետք է իմանա որ հասկանան իրանք ինչ են անում հկները կարողանան մտնեն դուք անելու եք ամեն դեպքում այդ օգնությունը տրամադրվելու է եթե ինչ որ բան լինի որ մենք կարողանանք մեր որտեվ նեն չի որ օրինակ մենք շատ հնարավորություններ ունենք ասենք օրինակ ռենտգեն չեն կարողանում նշանը որտեվ մենք չենք բայց եթե ասենք տեսենք ինչ որ բանը որ կարող ենք բայց ունեք թիմ մասնագետների այո 3 հատ բոլոր մարզերով գնալու եք նպատակը դա է բայց այս ծրագիրը էլի սպոնսորներով, դոնորներով մարդկանց օգնությամբ է արվում։ Մի հարց էլ տամ ու արդեն կարող ենք ամփոփել։ Որքան էլ օրենքներ են ընդունվում, քրեականացվում է կենթանուն վնաս, ֆիզիկական վնաս պատճառելը եւ որքան էլ փոփոխություններ են արվում այդ օրենքներում, գյուղատնտեսության մեջ օգտագործվող կենթանիներին այս օրենքները մեղմ ասած շրջանցում են կամ շատ փոքր հատվածն է որ վերաբերվում է իրենց եւ էական փոփոխություններ թվում այն որ բակային մորթը արգելվեց եւ պետք է սպանդանոցներում կենթանուն քնեցնելուց հետո լիներ մորթը բայց այլ նպատակներով Հայաստանի տարբեր մարզերով շրջելիս ամեն անգամ նույն խնդրին է զբաղվում, որ այնուամենայնիվ մարդիկ շարունակում են բակային մորթը, շատերն էլ չեն տանում սպանդանոց, որովհետև մոտակա ամենամոտիկ սպանդանոցը բավականին հեռու է։ Եվ բացի սրանից երբ խոսում ենք կենթանիների մասին, մարդիկ կարծես թե խոսում են ոչ թե առանձին զգայունակ էակի մասին, իր կյանքի մասին, այլ էկոհամակարգի մասին։ Քանի որ 1-2 օրում մշակույթ փոխել հնարավոր չի եւ չգիտեմ երբևէ կփոխվի թե չէ եւ չենք կարող այս պահին գոնե պատկերացնել մի հասարակություն, որտեղ կենթանական միս չի օգտագործվում, ինչ կարող ենք անել գյուղատնտեսության մեջ օգտագործվող կենթանիների ֆիզիկական ցավը, տանջանքը նվազեցնելու համար։ Այդտեղ էլ գիտեք հարցն է որ վերահսկողությունը բացակայում է սպանդանոցները այո շարժական կլինիկան մենք որոշեցինք որ անենք շարժական կլինիկան Օվսանայի միտքներ Mobile Paz Armenia, որը Օվսաննա Հովսեփյանի միտքն էր, սկզբից ինքն ամտած է Դինգո թիմի հիմնադիրը եւ մի քանի շատ բարի մարդկանց միջոցով մենք կարողացանք այդ մեքենան ձեռք բերել, որտեղ ինքը բավականին թանկ մեքենա է։ Եվ հիմա էլ նույնը դոնորների, սպոնսորների եւ մարդկանց միջոցով որ մենք այս հարցը, այս հարցը փոխարեն որ լուծվի պետական մակարդակով, մենք մեր ձեռքում ենք վերցրել եւ աշխատում ենք որ այս հարցը լուծենք, որ գոնե կարողանանք օրինակ որտեվ հիմա շատ կան տենդերներ, որը օրինակ 1 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ ու գնում են այնտեղ ստերջացում են 80 շուն, որը բայց տեսնում ես համայնքում ապրում են օրինակ 600-700 շուն, 80 շունը քեզ ոչինչ չի տալու, այսինքն մինչև նորից հետ գնալ եւ ստերջացնել, իրանք հասնում են բազմանալ։ Մեր լրիվ հարցն է, որ մենք կարողանանք գոնե 75-80% շուն ստերջացնենք այդտեղ, որ հետո արդեն ասված առաջ 6 ամիս 7 ամիս հետո հետ գնանք ու արդեն այն ձակեր որ մեծացել են, որտեղ մենք 7-8 ամսեկանից ավելի շուտ չեն կարող բան անենք, ստերջացնենք եւ այդ ձևով կարողանանք գոնե ինչ որ բան անենք, որ այս կենթանիների
չարչարանքը, որտեղ իսկապես ուրիշ բառ չեմ կարող գտնել իր համար, սրտին, շոքին, սոված, ծեծում են, կացնահարում են, դանակով են սպանում, բառում են շանը եւ գոնե կարողանանք ինչ-որ բանով մենք մի բան անել։ Սա է Շնորհակալություն զրույցի համար, նաև հաջողություն եմ մաղթում կլինիկայի աշխատանքներում։ Civilnet podcast-ի տաղավարում Անի Դավուդին խոսեցինք կենդանիների պաշտպանության օրենքի, պրակտիկայի եւ նաև կենդանիների առաջին շարժական կլինիկայի մասին։ Կհանդիպենք։